Կարմիր գծերի համար սահմանված վճարները բարձրացնելու ավագանու որոշման դրույթները վարչական դատարանն անվավեր է ճանաչել։ Արձանագրել է. քաղաքապետարանը որևէ կերպ չի ապացուցել, որ վճարը շեշտակի ավելացել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով։ Դատարանը փողոցները բեռնաթափելու ավագանու պատճառաբանությունը ևս համարել է ոչ իրավաչափ։ Մեծ հաշվով չեն ներկայացել բավարար ապացույցներ, թե ինչպես է հիմնավորվում տվյալ տեղական ավտոկայանելու համար ծախսվող գումարները համապատասխան կառույցի 25 թվականի համար անհրաժեշտ ապացույցներ չեն ներկայացել չափի մասով, այսինքն սահմանվող պետական տուրքերը, վճարները պետք է համապատասխանեն այն ծախսերի ծավալին, որոնք անհրաժեշտ են այդ ծառայությունները տրամադրելու համար երևանցիներին։ Դատարանի այս որոշման հետ կապված դիմեցինք նաև քաղաքապետարան տեղեկանալու վարչական դատարանի որոշումը բողոքարկելու են, պատասխանեցին այո, դիմելու են վերաքննիչ դատարան։ Մինչև քաղաքապետարանը կդիմի վերաքննիչ դատարան եւ հայտնի էլ չէ, թե վերաքննիչ դատաքննությունը որքան կտևի, իրավաբանական համայնքը տեղեկացնում է, որ քաղաքացիները այդ ընթացքում շարունակելու են կրել վարչական ակտի հետևանքները։ Քանի որ ուժի մեջ չի մտել եւ կա վերաքննության հնարավորություն, իսկ վերաքննությունը առհասարակ դատական քննությունը մեր մոտ շատ երկար է տևում, հետեւաբար մինչեւ որ ավարտվում է վերաքննության փուլը, հետո վճռաբեկ գնում են կամ չեն գնում, մինչեւ այդ ամբողջ process-ը էփվում եւ ավարտվում է, գալիս է հաջորդ տարին։ Եվ քաղաքապետարանը ընդունում է արդեն նոր տարվա համար տեղական վճարներ, դրանք սկսում են կիրառվել եւ փաստացի ստացվում է արդյունավետությունը դատական պաշտպանությամբ բավականին ընկնում է։ Կարող են վարչական տուգանքի ենթարկվածները վերջնական դատական ակտից հետո փոխհատուցում ստանալ իրենց կատարած ծախսերի համար։ Փաստաբանը տեղեկացրեց, որ այո, կարող են, երբ վերջնական ակտով հաստատվի, որ տվյալ նորմատիվ իրավական ակտը ոչ իրավաչափ է։ Ոչինչ չի խանգարելու անձանց դիմելու վարչական մարմին, ասելու քանի որ մեծ հաշվով ապօրինի ես ինձանից գանձը, վերադարձրու ես քան դրամ, ապացույցները բնականաբար բոլորը ունեն, դրանք բոլորը փոխանցումներով կամ չեկերով կարող են հաստատվել, այսինքն կարող են ունենալ այդ ապացույցները։ Եվ հրաժարվելու դեպքում անձինք կարող են իհարկե դիմել դատարան նաև այդ փոխհատուցումները ստանալու համար։ Վճարումների բարձրացումից հետո էլ կարելի է նկատել, որ հատկապես քաղաքի կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներ ծանրաբեռնված են։ Մեքենաներն էլ մեծ դժվարությամբ են գտնում թափուր կարմիր գծեր մեքենաները կայանելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։